Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր խոսելու եմ սեմպոլյաների մասին, դե դրանք ձեզ ավելի շատ հայտնի են ուզումբարյան մանուշակներ կամ սենյակային մանուշակներ անունով։ Ես իհարկե հաղորդումներ ունեմ եւ շատ մանրամասը անդրադարձել եմ դրանց, մեկ ընդհանուր հաղորդման ժամանակ եւ երկրորդը ինչպես բազմացնել, մանրամասը բացատրում եմ 3 տարբերակների մասին։ Այսօր շատ ավելի հետաքրքիր նյութ է լինելու, կխոսենք եւ մանուշակների տեղափոխման մասին, եւ նրա խնամքի պայմանների, եւ ամենակարևորը էներգետիկայի, որովհետեւ հետևորդների մեջ կա երկու բանակ, մի մասը գտնում է բուսասերների, որ դրանք սուկ եւ լաց բերող ծաղիկներ են եւ տանը հնարավոր չէ պահել էներգետիկայի ձևերով, իսկ մի մասը, այդ թվում եւ ֆենշուն, գտնում է, որ դրանք ընտանիքի բարեկեցության, բարեհամբերության, անդամների միջև մթնոլորտ ստեղծելու բույսեր են։ Ես վերջում կանդրադառնամ եւ այս երկու հարցին, սկզբից առաջի մասը ամբողջովին նվիրում եմ մանուշակներին, նրանց խնամքի պայմաններին, հիվանդություններին, դրանց դեմ պայքարելուն, եւ երկրորդ մասում բացի էներգետիկայից պիտի խոսեմ շատ կարեւոր նյութի մասին, ինչպես են մանուշակները հայտնաբերում, կհավատաք, մարդասպանի գիտական փորձերի օգնությամբ։ Եվ ինչ դա հետո իսկ հիմա սկսենք։ Իրենց անվանումը ուզումբարյան մանուշակներ կամ սեմպոլյա, ստացել են ի պատիվ Սենպոլի, որը առաջին անգամ ուզումբարյան լեռներում հայտնաբերեց այս բույսը, դա 1892 թվականին էր կամ 93, եթե չեմ սխալվում, եւ նրան շատ հետաքրքրեց, վերցրեց սերմերը եւ ուղարկեց իր հայրիկին, որը բուսաբանական այգում հանդիսանում էր հոգեբարձուների խորհրդի նախագահ եւ սկսեց զբաղվել այդ բույսով։ Առաջին անգամ սեմպոլյաները որպես նոր բույս ցուցադրվեցին 1892 թվականին ցուցահանդեսի ժամանակ։ Սա պատմական ուղղակի մի փոքր բան, որովհետեւ իմանաք որտեղից են գալիս անվանումները։ Տեսականին 7-ն է, տեսեք տեսականին եւ սորտերը եկեք տարբերենք իրարից, մենք արդեն լավ հասունացած բուսասերներ ենք։ Տեսականին այն է, ինչ աճում է բնության գրկում, դրանք 7-ն են, իսկ դրանից հետո հազարավոր տեսակներ արդեն սելեկցիայի արդյունք են։ Շատ տարբեր են մանուշակները իրենց ձևով, ծաղկի գույնով, տերևի կառուցվածքով, ծաղկի կառուցվածքով, միաթերթ, թելիաթերթ, տերևների գույնով, որոնք կարող են ունել երկու եւ եռագույն նույնիսկ, մի խոսքով շատ տարբեր են, շատ գեղեցիկ են, նրանք ունեցել են մեր մայրերը, մեր տատիկները, բայց այսօր մի տեսակ շատ մեծ հետաքրքրություն է առաջացել նրանց նկատմամբ, հենց իմ նշած էներգետիկայի պատճառով։ Մանուշակները, գիտեք, խնամքը մի քանի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ եկեք հիշենք, շատ լուսասեր բույսեր են։ Եթե լուքսերով չափենք, իսկ դա լույսի չափման միավորն է, ապա նրան անհրաժեշտ է 1000 լուքս, իսկ դա հենց ամենաշատ լույս սիրող բույսերի շարքին է պատկանում 1000 լուքսը։ Դրա այդպիսի կարիք ունեն նաև միանգամից հիշեցնեմ ձեր կողմից շատ սիրված հիբիսկուսները կամ չինական վարդերը։ Եթե լուսասեր են, հետևապես եւ ջերմասեր են, այսպիսի կապ գոյություն ունի։ Ջերմասեր բույսեր են, հետևապես ձմռանը աշխատեք նրան չսառեցնել, հատկապես երբ ցուրտ է լինում, ջերմաստիճանը իջնում է 10-16-ից եւ դուք ջրում եք, ապա բույսերի մեծ մասը փչանում են փտման պատճառով։ Եվ այսպես պարզեցինք, որ նաեւ ջերմասեր են։ Նրա համար ամենաօպտիմալ ջերմաստիճանը 22-23 աստիճան, եթե ամռանը շատ բարձր է լինում, աշխատում ենք պաշտպանել արևից եւ հնարավորինս ցողել շուրջը։ Հետևապես գալիս է, որ նա նաեւ օդի խոնավության նկատմամբ շատ զգայուն է, բայց քանի որ տեսեք, նրա տերևները մեծամասամբ այսպես թավշե նման են, եւ հնարավոր է, որ ջրի կաթիլները հետագայում տհաճերևան, ինչ ենք անում մենք, ուրեմն շուրջն ենք ցողում կամ որպեսզի խոնավությունը պահպանենք, նրա տակդիրի մեջ, այսպես տակդիրի մեջ դնում ենք թաց սվանգում, որը աստիճանական խոնավությունը տալիս է բույսին։ Եթե մենք բազմացնում ենք բույսերը, իսկ ես
հղումը կդնեմ այդ բազմացման 3 տարբերակների, որոնց օգնությամբ արդեն տեսեք ինչ գեղեցիկ ճուտիկներ եմ ստացել, որ դրանք պիտի տեղափոխենք։ Շատ կարևոր է ի սկզբանե ամանի եւ հողի ճիշտ ընտրությունը։ Ընդհանրապես մանուշակները սիրում են ներքևի մասում նեղ, վերևը մի փոքր լայն ամաններ։ Իմ հետևորդներից մեկը ասել է, չէ, ես նեղի մեջ եմ հիմնականում բազմացնում, դա էլ տարբերակ է, ես չեմ ընդունում, թեպետ չեմ էլ ժխտում, որովհետև տարբեր մոտեցումներ կան։ Այս բույսերը հիմնականում ոչ թե դեպի վեր են բարձրանում, այլ հորիզոնական, հետևաբար իրենց համար շատ ավելի հարմար է լայն բերանով ամանը կամ ծաղկաման, կամ թաղարը, ինչպես կուզեք, այնպես էլ անվանենք։ Ուրեմն վերցրել եմ կերամիկե կավե աման, նրա մեջ բնականաբար առաջին հերթին պիտի լցնեմ ինչը ճիշտ է, հաստ, անցքերը արված են հաստ շերտով արդեն դրենաժը հիշել, գրեթե բոլոր բույսերի համար է անհրաժեշտ, բացառությամբ ջրային բույսերի, որոնք են հիմնականում ցիպերուսները և որոշ գիշատիչ բույսեր։ Լցրեցինք, հիմա պիտի ավելացնենք հողը։ Հիմա հողի ճիշտ ընտրությունից կախված է մանուշակների հետագա աճը։ Օդաթափանց, ջրաթափանց, փափուկ, հրաշալի հող է, երբ նրա բաղադրության մեջ 30%-ը սևահող է, մնացած 30%-ը կոկոսի տորֆի հող, եթե չունեք պատրաստի հող, կարող եք ինքներդ պատրաստել, կոկոսի տորֆն է, եթե չունեք տերևահող ավելացրեք։ Անպայման մանր դրենաժ և անպայման մեծ քանակությամբ պերլիտ, այս սպիտակ հատիկները հենց պերլիտ են։ Լցրեցինք հողը, այսպես սիրելիներս, սեղմում ենք բնականաբար, սա կդնենք մի կողմ։ Ես միշտ նոր տնկվող բույսերին ավելացնում եմ մի փոքր փայտի ածուխ, ինչը եւ խորհուրդ կտամ ձեզ։ Տեսեք, սկզբնական շրջանում ես կարմատները այդքան խորը չեն, որպեսզի ջուրը չկուտակվի, այս ածուխի փոշին շատ պետք չի, մի փոքր, մեզ շատ օգնության է գալիս։ Իդեպ ասեմ, որ սա կարելի է նաև ջրի հետ խառնել եւ օգտագործել որպես պարարտանյութ ու հետագայում։ Լավ խառնեցինք այս ամենը եւ սա էլ դնենք մի կողմ։ Հիմա պիտի հողից հանենք մեր ծաղիկները։ Տեսեք, ես մի էքսպերիմենտի մասին պիտի խոսեմ հիմա, վերցրել եմ տարբեր սորտերի, ոչ տեսակի, տարբեր սորտերի մանուշակներ, նրա տերևներից ստացել եմ արդեն փոքրիկ բույսերը և ուզում եմ տնկել նույն ծաղկամանի մեջ, որովհետև գիտեք, այս մանուշակները, ինչպես և վարդակակաչները, ձյուլպանները, իրարից գույն խլելու և ձև խլելու հատկություն ունեն։ Հիմա ուզում եմ տեսնեմ ինչպես պիտի լինի, ինձ պարզապես հետաքրքիր է, ձեզ էլ հետաքրքիր կլինի։ Այ ներեցեք ձեռնոցներ բերեմ, դե ինչ շարունակենք։ Ուրեմն, տեսեք, որոշ ժամանակ հետո, երբ որ արդեն կծաղկեն, իսկ հուսամ շատ շուտ պիտի ծաղկեն այս մանուշակները, ես ձեզ կցուցադրեմ, որտեղ գիտեմ ինչ սորտերից եմ ստացել և արդյունքը ինչ կլինի։ Մեկ բանի մասին էլ ձեզ հիշեցնեմ, եթե գիտեք, լավ, եթե չիմացեք, ապա մանուշակի գույնը որոշելու համար շատ կարևոր է տերևի գույնը։ Տեսեք, ես այստեղ ունեմ բաց գույնի և մուգ գույնի, սա ինչ է նշանակում, որ բաց գույնի տերևներով բույսի ծաղիկները պետք է լինեն բաց, կամ սպիտակ, կամ բաց վարդագույն, իսկ մուգ գույնինը լինում են կամ մորդո, կամ կապույտ, կամ մանուշակագույն։ Հանեցինք զգուշության հողից, ինչպես, տեսեք, հին հողն էլ է շատ լավ է, ես կավելացնեմ նրա մեջ։ Հիմա պիտի բաժանեմ բույսը, սա մայր բույսի տերևն է, արդեն չորացած։ Բույսը զգուշությամբ բաժանում ենք, այնպես է լավ նրա, եսպես։ Հիմա մի բան է պետք անել տնկելուց առաջ, որպեսզի հողը երբ որ լցնենք, տերևները չվնասենք, ինչ ենք անում։
վերցնում ենք սովորական անձեռոցի կամ որևէ թուղթ, փափուկ թուղթ, մի փոքր անցք ենք անում, այսպես, բույսը դնում ենք նրա մեջ, դե փոքրեք իրարից, այնքան երկար է միասին մնացել չեն են ուզում բաժանել, ամբողջովին արմատներով, փաթաթում ենք այսպես, սա դեր կարող է այստեղ մնալ, անցք ենք անում, տնկում ենք, ինչքան են սիրում հողի հետ խաղալ, դուք գրեք սիրում եք, տնկում, վերատնկում, չգիտեմ բազմացում, իմ տարերքն է, արեցինք այսպես, հաջորդը նույն կերպ ենք վերաբերում, նույն կերպ ենք աշխատում ավելի ճիշտ, այսպես, գիտեք ոչ մի տերև, նույնիսկ 3 հատ են, լավն են, տեսեք, էլի արմատները զգուշությամբ հանում ենք, այս դեպքում եկեք 30 աստիճանի անկյան տակ դնենք, որ դիզայնով էլ հետաքրքիր լինի, յուրաքանչյուրը իրարից ուտարապես 30 աստիճան տարբեր, ոչ թե ուղղահայաց զուգահեռ դնենք իրար, այլ մի փոքր այսպես խաղանք նրանց հետ, և երրորդը, չի հիշում, որ երրորդն է կա, սիրունիկներս, տնկեցինք նաև սա, հիմա հող ավելացնելը արդեն տերևներին չի խանգարի, նրանք չեն կոտրվի, այսպես զգուշությամբ պահում ենք և հողը արդեն ձեռքով, որ քանակն է քիչ լինի, չօգտագործենք, ավելացնում ենք և լավ սեղմում, ընդհանրապես բույսը տնկելուց սիրելիներս աշխատեք, որ ծաղկամանի և բույսի արմատների մեջ ազատ տարածություն չմնա, դա նպաստում է փչացմանը, իսկ լավ սեղմում ենք, այսպես հողը լցնում ենք, տեսեք ինչ լավ ամուր սեղմվում է, ապա նա արդեն չի փչանում։ Աշխատանքը ավարտելուց հետո բնականաբար պետք է ջրենք բույսը, դա անում ենք սենյակային հավաքած ջրով, իսկ ավելի լավ է առաջի անգամ ոչ թե ջրեք բույսը, այլ պարզապես ցողիչի օգնությամբ խոնավացնեք հողը։ Ահա այսպես սիրելիներս, սրանք էլ մեր մանուշակները, մեր սիրունիկները, հիմա տեսնենք այս երեքի համատեղ կյանքից ինչ է դուրս գալու։ Ցողում ենք իհարկե վերջում։ Եվ մեր հաղորդման առաջին մասը արդեն պատրաստ է։ Ես ուզում եմ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են բույսերի էներգետիկայով և պատմություններով, շարունակեն դիտել հաղորդումը մինչև վերջ։ Իսկ ովքեր միայն բույսերի բազմացմամբ և խնամքով, ապա ձեզ ցտեսություն եմ ասում։ Եվ այսպես հաղորդման երկրորդ մասը, ինչն է պատճառը, որ մանուշակները համարվում են որոշ դեպքերում սքոնշան։ Սա հետաքրքիր պատմություն ունի, որ կապված է Նապոլեոնի և Ժոզեֆինայի ամուսնության հետ։ Երբ հակիրճ պիտի պատմեմ պատմությունը, որպեսզի չձանձրանաք, երբ Նապոլեոնը եկավ հեղափոխությունից հետո իշխանության, ուրեմն հրամայեց, որ պիտի գլխատեն Լյուդովիկոս 16-ին իր երեխաների հետ և արքունիքի մեծամասնությանը։ Նրանց մեջ էր մտնում նաև Բոհարնեն, որի կինը Ժոզեֆինան բանտարկվեց և երբ որ բանտից դուրս եկավ, որոշակի պատմություններից հետո Նապոլեոնը հետաքրքրվեց նրանով և հրավիրեց իր կազմակերպած պարահանդեսին։ Պատկերացնում եք Լյուդովիկոս 16-րդ դարի ժամանակ ինչ մոդաներ կար։ Շքեղ, ուրեմն սանրվածքներ, շքեղ հագուստներ, բազմաթիվ, չգիտեմ, զարդերով բան, և գալիս է Ժոզեֆինան սպիտակ, համեստ, շատ կոկիկ հագուստով, և դուշին մի փունջ մանուշակներ, կապույտ մանուշակ։
Ռևերանսի ժամանակ, երբ ծանոթանում էր Նապոլեոնի հետ, մանուշակները պատահաբար, թե չգիտեմ, կանացի խորամանկությամբ ընկնում են Նապոլեոնի ոտքերի տակ։ Նա վերցնում է, համբուրում է այդ մանուշակները եւ վերադարձնում է Ժոզեֆինային։ Տարիներ, ամիսներ անց նրանք ամուսնանում են եւ Նապոլեոնը խոստանում է, որ իրենց ծանոթության օրը ամեն տարի Ժոզեֆինային պետք է նվիրի մանուշակներ։ Կատարում է խոստումը, ի պատիվ իրեն ասեմ, սակայն մի անգամ արշավանքից ուշ վերադառնալու ժամանակ ոտքի տակ է տալիս ամբողջ Փարիզը եւ չի գտնում մանուշակներ։ Եվ վերջապես հուսահատված տուն վերադառնալու ժամանակ գերեզմանոցի կողքից անցնելիս տեսնում է մի պարավ ծերուկ, մի ամբողջ մեծ զամբյուղ մանուշակներով։ Ուրախությամբ վերցնում է զամբյուղը, բերում է տալիս է Ժոզեֆինային, կանացի են չգիտեմ, որ զգայարանը, ինչ-որ մի վատ բան է, զգում ասում է, սիրելիս, իսկ դու որտեղից ճարեցիր այսքան կապույտ գեղեցիկ մանուշակներ։ Առանց որևէ բան կասկածելու, Նապոլեոնը ասում է, որ գերեզմանոցի մոտ մի ծերուկ էր վաճառում։ Ժոզեֆինան գունատվում է, անմիջապես վատ է, զգում բանն այն է, որ այդ մանուշակները Ժոզեֆինան տնկել էր Լյուդովիկոս 16-րդ թագավորի փոքրիկ տղային, որին սպանել էին գերեզմանին եւ անմիջապես ճանաչում է դրանք։ Վատ բան գուշակելուց հետո ասում է ամուսնուն, որ մենք շատ շուտով կբաժանվենք, այդպես էլ լինում է։ Նրանք շուտով բաժանվում են, իսկ մանուշակները այդ օրերից համարվում է սգո եւ տխրության խորհրդանիշ։ Սակայն ուրախացնեմ ձեզ եւ մեզ բոլորիս։ Վերջին տարիներին գիտնականները շատ հետաքրքրված են մանուշակներով։ Բանից պարզվում է, որ սրանք այնքան զգայուն բույսեր են, որ նույնիսկ կարող են հայտնաբերել մարդասպանի, ինչպես է դա լինում։ Ուրեմն, տեսեք ինչ փորձ է կատարվել։ Սենյակում, իմիտացիա են անում, դնում են մի գեղեցիկ մեծ ծաղկաման մանուշակներ եւ ուրեմն խումբը գալիս է, մինչ այդ մանուշակների տերևները այսպիսի փորձերի դեպ շատ են անում, դուք կարող եք, եթե ձեզ հետաքրքրում են այսպիսի հարցեր, նայեք տեսանյութեր։ Հատուկ դատչիկների միջոցով ամրացվում է մանիտորին եւ դրվում է լավ գեղեցիկ երաժշտություն, մանուշակները հրաշալի, այսպես գծեր են անում, ինչպես սրտի կարդիոգրաման է, չի լինում, հավասար սինուսոիդներ։ Հետո այս հերոսներից մեկը դանակով, գորգռալով հարձակվում է մյուսի վրա, մի քանի վկայների օգնությամբ եւ սպանում է նրան։ Արյունը հոսում է, այդ ժամանակ սկսվում է մանուշակի այդ սինուսոիդը շատ անկանոն շարժվել եւ այլն։ Գիտնականները մտածում են, որ այս փորձը պիտի կրկնել արդեն երկրորդ անգամ։ Ինչ են անում, նորից դնում են լավ երաժշտություն, նորից սինուսոիդը գնում է եւ հերթով սենյակ են մտնում տարբեր մարդիկ։ Մտնում է առաջինը, նույն սինուսոիդը գնում է երկրորդը, երրորդը, չորրորդը եւ մտնում է մարդասպանը, չէ՞, խաղացող մարդասպանը, մանուշակը դարձյալ կատարում է այդ անկանոն ուրեմն սինուսոիդները։ Ասածս ինչ է, գիտնականները գտնում են, որ այս բույսերը չափազանց զգայուն էներգետիկա ունեն եւ սա օգտագործվում է ֆենշույում։ Ֆենշուն խորհուրդ է տալիս ունենալ մանուշակներ բոլոր բնակարաններում եւ դրանք դնել հատկապես անկյուններում, չգիտեմ ինչի, բայց այնպիսի անկյուններում, որ լույս լինի, որովհետեւ նրանք հարթեցնում են բոլոր դժգոհությունները տան, բոլոր այսպես տարաձայնությունները եւ ստեղծում են գեղեցիկ, հաճելի եւ սիրո մթնոլորտ։ Այսպես սիրելիներ շատ հակիրճ պատմեցի, իհարկե երկուսն է շատ երկար պատմություն ունեն, խնայում եմ ձեր ժամանակը, խնդրում եմ գրեք, արդյոք ձեզ հետաքրքրում են բույսերի էներգետիկաները, արդյոք ձեզ հետաքրքրում են բույսերի խորհրդանիշները եւ արդյոք ձեզ հետաքրքրում են բույսերի մասին շատ հետաքրքիր պատմություններ։ Գուցե մեր խումբը, որին այս մասը հետաքրքրում է, մենք կարողանանք մեծացնել եւ ժամանակ առ ժամանակ անդրադառնալ նաեւ դրանց։ Իսկ մինչ այդ ես ձեզ ցտեսություն եմ ասում, ես ձեզ շատ եմ սիրում, շատ
հատկապես ձեր սիրուն կոմենտների համար։ Մնացեք բարյավ եւ հետևեք հաղորդումներին։ Միշտ ձեր Դոննա